տարի է անցել եւ ես շատ լավ հիշում եմ, որ հենց նոր երբ որ եղել էր Սոնա Մնացականյանի եւ իր ծնված երեխայի սպանությունը, դաշտը ինետվել շատ անհեթեթ ինչ-որ տեսակետներ, առային, որ Շարասյունը իրավունք չուներ կանգնել, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ զանգել է, որ եւ իրար հակասող, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել, տարբեր ինֆլուենսերներ, գործիչներ, օրինակ Միրթուս Գրիգորյանը ասում էր, որ տեղյակ չի եղել այն ժամանակ, երբ աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը ասում էր, որ անձամբ է շտապօգնություն զանգել եւ այլն, բայց հետո ընթացքը ամեն ինչ ցույց տվեց, որ շտապօգնության հասել է ոչ թե Շարասյան կազմում եղած բժշկական ծառայությունը, իսկ կազմում ծառայություն կար, բայց նրանք նույնպես չկանգնեցին, այլ պատահական անցնող շտապօգնություն եւ արդեն ուշ է եղել փրկելու համար։ Ցույց տրվեց, որ Սոնա Մնացականյանը դիտմամբ չի արել դա, այլ նա կանաչ լույսի տակ անձնելուց է եղել եւ սա ակնհայտ հանցագործություն է եղել եւ այդպիսի շատ բաներ եւ ինչ ցույց չտրվեց պաշտպանական կողմը պահանջում էր, որպեսզի այդ Շարասյան ձայնագրությունը, որը անպայման լինում է, որպես փաստ ներկայացվի, սակայն իշխանությունների կողմից ասել են, որ անհայտ հանգամանքներում, անհայտ պատճառներով այդ ձայնագրությունները անհետացել է։ Ես գրեթե համոզված եմ, որ եթե այդ ձայնագրություններում լիներ ինչ-որ բան, որը կարդարացներ Նիկոլ Փաշինյանին, լիներ քարոզչական, իրավական, թե բարոյական առումով, այդ ձայնագրությունները չէին անհետանա։ Իսկ հիմա տեսնում ենք, որ ամենավերահսկվող Հայաստանի Հանրապետությունում ամենավերահսկվող կետում, դա վարչապետի ավտոշարացումն է, տեղի է ունեցել սպանություն եւ 3 տարի գործը ձգձգում են եւ պատժողներ չկան։ Քրեական գործ հարուցվել է միմիայն այդ մեքենայի, ավտոշարասյան այդ մեքենայի վարորդի նկատմամբ եւ քրեական գործը նույնիսկ վերջնական ավարտին համացալուսմանը չի հասնում եւ ոչ մի պատժող այս պահի դրությամբ չկա։ 3 տարի է անցել Սոնա Մնացականյանի մահվան պատճառ դարձած մեքենայի վարորդը ավտոշարասյան կազմում նույնիսկ 1 օր բանտում չի անցկացրել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նշում է քաղաքացիները